Բարի երեկո, Ազատության եթերում լրատվական թողարկումն է, մի քանի թեմաներ օրվա նախվեռնագրերով։ Քաղաքական 7 ուժ դիմեց սահմանադրական դատարան վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Պահանջենք ներկայացրել, որպեսզի ընտրությունների արդյունքները չեղարկվեն։ Խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է։ Ովքեր կմիանան Սամվել Կարապետյանի առաջարկած ընդդիմադիր ճակատին։ Ադրբեջանցիները փառատոն են անցկացրել Հայաստան վերադառնալու թեմայով, մասնակցել են պաշտոնյաներ։ Արդյունք չեն տալիս խողովակի վրայից փամբակ կետն ընկած 13-ամյա երեխայի որոնումները, քրոջ մարմինը հայտնաբերվել է։ Իսրայելի և Լիբանանի միջև ևս հրադադար հաստատվեց, սակայն մինչև այդ արդեն չեղարկվել էին Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները։ Եվ այսպես 18 քաղաքական ուժերից 7-ը ընտրությունների արդյունքները վիճարկում են սահմանադրական դատարանում, խորհրդարան անցած Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի դաշինքներից բացի, Բարձր ատյան է դիմել նաև ընդամենը մի քանի տասնյակ քվեով ՇՄՉ հաղթահարած Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը և ևս 4 կուսակցություններ, որոնք շատ ավելի ցածր տոկոսներ են ստացել։ Եթե հայցերն ընդունվեն, առաջիկա 2 շաբաթը հետընտրական ինտրիգը դեռ կպահպանվի։ Դե ինչ աշխատանքային օրը ավարտված է և արդեն կարող ենք հաստատապես ասել, սահմանադրական դատարանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները 7 քաղաքական ուժեր են վիճարկում։ 2-ը անցել են խորհրդարան, մյուս 5-ը ոչ։ Պահանջենք ներկայացրել, որպեսզի ընտրությունների արդյունքները չեղարկվեն։ Խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է։ Ամբողջ գործընթացը ընդհանրապես արդարության վերականգնման մասին է։ Ուժեղ Հայաստան դաշինքները, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Հայկ Մարությանի նոր ուժը, Արման Բաբաջանյանի հանուն Հանրապետության ուժը, Արման Թաթոյանի միասնության թևերը և Դոգմա կանունով Վարդան Ղուկասյանի ղեկավարած ԴՕԿ-ը։ Հիմա լսենք նրանց փաստարկները, թե ինչ են սահմանադրական դատարանի իրենց դիմումի հիմքում դրել։ Նախ եւ առաջ դա իրավապահ համակարգի քաղաքական քարոզչությունն է, արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր, որ իրավապահ մարմինները, քննչական մարմինները ուղղակի քարոզչական համագործակցություն են ունեցել իշխող ուժի ներկայացուցիչների հետ, նաև որ ամենասուրն եւ ամենակարևորն է, չպետք է հրապարակեին այնպիսի գաղտնալսումներ, որոնք իրավական նշանակություն չունեն, բայց փորձում են վատ լույսի ներքո ներկայացնեն։ Իշխանությունը ինքը ոչ միայն գործադրել է ողջ վարչական ռեսուրսը, ֆինանսական, հանրությանը պատկանող ֆինանսական միջոցները ոչ միայն ընտրակաշառքի տեսքով տվել է ընտրողներին, նաև գործադրել է իր ամբողջ, այսպես կոչված ճակերտավոր լիազորությունները բռնության ենթարկելու քաղաքացիներին։ Պատմության ընթացքում Հայաստանի առաջին դեպքն է, երբ որ սահմանադրական դատարանում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է։ Երբ որ վերահաշվարկի արդյունքում հրապարակվել են թվեր, այդ թվերով Բարգավաճ Հայաստանը հավաքում է 4%-ից ավել, 50-ից ավելով է, այսինքն ձայն, հետո մեկ էլ հանկարծակի 2 հատ ընտրատեղամասում անվավեր են ճանաչվում եւ դրա արդյունքում 153 ձայն չի երիկում։ Ամենևին Բարգավաճ Հայաստան կուսակցության շահի համար տարվող պայքարի մասին չէ։ Այս ամբողջ գործընթացը ընդհանրապես արդարության վերականգնման մասին է։ Փաստերի համադրմամբ ունենք հիմնավոր կասկածներ, որ եղած պայմաններում ձևավորվող իշխանությունների լեգիտիմությունը հարցականի տակ է դրվում։ Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է եւ ռեպրեսիվ միջոցների օգտագործումը հենց քարոզարշավի ժամանակահատվածում։ Արթևանյան, այնուհանդերձ իշխանությունը պնդում է, որ հենց ընդդիմությունն է կեղծիքների գնացել եւ ընտրակաշառքով ընտրվել, ընտրակաշառք բաժանել։ Դուք իշխանությանն եք այսպես մեղադրում վարչական ռեսուրսով եւ այլ խախտումներով։ Կասեք, դուք ինչ եք դրել ձեր դիմումի հիմքում, դուք ինչ փաստական հանգամանքներ ունեք, որը կապացուցի ձեր Ինչ վերաբերում է ձեր առաջին դիտարկմանը, եկեք այսպես արձագանքենք, որևէ մի իրավական փաստ ընտրակաշառքի առավել եւս ընդդիմադիր ուժերի կողմից ես չեմ տեսել։
Առավել եւս կասեմ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի վերաբերյալ նման իրավական փաստ, իսկ եթե խոսում ենք քրեա իրավական տիրույթի մասին, այն պետք է լինի ավարտուն դատական ակտ, ըստ էության լուծող դատավճիռ, դրանք չկան։ Իսկ ինչ վերաբերում է իշխանությունների կողմից ընտրախախտումների վերաբերյալ պայմանականորեն, որ պատկերացնեք խոսքը գնում է վարչական դատարանի վճռի մասին, ատելության խոսքի վերաբերյալ, վարչական դատարանի վճռի մասին, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ եւ ընդհանրապես ԿԸՀ որոշ գործողությունների։ Ասեմ, որ ընդդիմադիր ուժերի, մյուս ուժերի տեսակետից տարբերվում է հանուն հանրապետության հայցադիմումը, համենայն դեպս ըստ կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Մեհրաբյանի, նրանք ես մեջբերեմ համակարգված ընտրակաշառք բարձրացնելու հարցն են դնելու սահմանադրական դատանում եւ իրենց դիմումի հիմքում հենց այդ հարցն են բարձրացնում, որն է ձեր պահանջը, դիմումում ինչ պահանջ եք։ Պահանջն է զանգվածային ընտրակաշառքներին տալ իրավական գնահատական եւ գնահատել թե ինչ չափով է եղել ազդեցությունը վերջնական արդյունքի վրա։ Ընտրակաշառքում կողմից է ձեզ բաժանվել։ Նայեք հակակոռուպցիոն կոմիտեի վիճակագրությունը։ Դիմում եք։ Մենք դիմել ենք, որպեսզի գնահատական տրվի սրան եւ ըստ այդ գնահատականի էլ մենք կհարգենք ցանկացած որոշում, որ արդեն իր ֆունկցիոնալ է կունենա, որը կընդունի սահմանադրական դատարանը։ Ենթադրաբար երկուշաբթի օրը մենք կիմանանք, թե սահմանադրական դատարանը ինչ որոշում է ընդունել այսօրվա դիմումների հետ կապված, այսինքն ընդունել չընդունելու վերաբերյալ։ Իսկ տեխնիկապես դատարանը պարտավոր է գործը քննել եւ որոշում ընդունել դիմումի մուտքագրման ուրվանից ոչ ուշ քան 15 օր հետո, այսինքն 2 շաբաթում բառացիորեն այս հարցը, այս դիմումների ճակատագիրը պետք է որոշված լինի եւ էլի ենթադրաբար սահմանադրական դատարանը այսօր ստացած դիմումները, քանի որ նույն հարցին է վերաբերում ընտրության արդյունքների վիճարկում, այսպես կամբողջացնի եւ մեկ գործի շրջանակներում թերևս կքննի։ Իսկ դատարանը հետևյալ որոշումներից մեկը պիտի ընդունի ազգային ժողովի ընտրության արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ, անվավեր ճանաչել ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունած որոշումը եւ այսպիսի ենթավորոշումներ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները եւ սահմանել մանդատների բաշխման կարգը, նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Ես հիշեցնեմ, որ քաղաքական ուժերի վիճարկման առարկան կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի որոշումն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ազգային ժողովի մանդատները բաշխվել են 3 ուժերի միջև։ Քաղաքացիական պայմանագիր 64 մանդատ, Ուժեղ Հայաստան 29, Հայաստան Դաշինք 12 մանդատ։ Բարգավաճ Հայաստանը դուրս մնաց խորհրդարանից, ինչի արդյունքում քաղաքացիական պայմանագիրը ստացավ 3/5, ինչն անհրաժեշտ է սահմանադրական օրենքներ ընդունելու, կարևոր պաշտոններում, այդ թվում երկրի նախագահի, գլխավոր դատախազի, սահմանադրական դատարանի անդամի ընտրության համար։ Իսկ ինչպես ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից, ես մի փոքր նկարագրեմ, ԿԸՀ-ն որոշեց քվեարկություն չնշանակել այն 3 տեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքներն անվավեր էին ճանաչվել, ԲՀԿ-ականների հաշվարկով մի քանի տասնյակ ձայներ պակասում իրենց։ Իշխանության ներկայացուցիչներ, տարբեր կալիբրի ներկայացուցիչներ, երբ որ հորջորջում են ժողովրդավարության մասին, մեր ընտրողների ազատ կամ արտահայտման մասին, մասնավորապես նույն զինվորների քվեարկության հետ կապված տարատեսակ գրառումներ աչքովս ընկան, որ երբ որ մատնանշվել էին կոնկրետ այդ տեղամասերում խախտումների մասին, ընդ որում այդ գործընթացի սխալ կազմակերպման պատասխանատվությունը եւս իշխանությունների ուսերին է, որովհետեւ եթե կոնկրետ զինվորների ընտրելու գործընթացը կանոնակարգվում է բանակի կողմից, պետք էր ընդհանրապես ճիշտ ժամանակին այդ ամեն ինչը կազմակերպել, որպեսզի նաև նույն այդ զինվորների ընտրելու իրավունքը խաթարված չլիներ ու ինչպես նաև այդ տեղամասերում քվեարկած մեր մի քանի հազար հայրենակիցների ընտրելու իրավունքը։ Հրաժարվելը 3 հայտնի տեղամասերում ընտրության վերաքվեարկություն նշանակելը մենք կարծում ենք, որ մի քանի հազար ընտրողների կամքը անտեսելը ամենևին էլ չի բխում օրինականությունից եւ սահմանադրականությունից։ Ես նաև նշեմ, որ հենց այսօր իշխանությունը կրկին շարունակում էր ընդդիմությանը մեղադրել անցած ընտրություններում ընտրակաշառքով ընտրվելու համար։ Երկու ուժ
Հաստատապես հայտարարեցին, որ գործի քննության ընթացքում հանդես կգան միջնորդություններով, որպեսզի Սահմանադրական դատարանի որոշ դատավորներ չմասնակցեն այս քննությանը։ Ընդհանրապես Սահմանադրական դատարանի այս կազմը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում է ընտրվել, իսկ նրանց բացարձակ մեծամասնությունը հենց քաղաքացիական պայմանագրի կողմից, ընդդիմադիրների կարծիքով շատ խնդրահարույց է, նրանք բազմաթիվ հարցեր ունեն եւ միակ ուժը, որ կասկածի տակ չէր դնում նրանց անարչարությունը, դա հանուն հանրապետության ուժն էր, որը կրկին վիճարկում է Սահմանադրական դատարանում ընտրության արդյունքը։ Հավանաբար մենք նույնպես կմիանանք այդ միջնորդությանը կամ ներկայացնենք առնվազն մեկի անուն նշեմ Վլադիմիր Վարդանյանը, որ քաղաքացիական պայմանագրի երկար տարիների անդամ է, չի կարող այս վեճը լուծել օբյեկտիվ լինելով քաղաքացիական պայմանագրի նկատմամբ։ Սահմանադրական դատարանի կազմում կան դատավորներ, որոնց մասնակցությունը մենք գտնում ենք, որ անհնարին է։ Օրինակում եք միջնորդելու, որ չմասնակցի քննության։ Չեմ բացահայտի այս փուլում, վստահ եմ ձեզանից շատերը դա գիտեն, պատկերացնում են։ Նշված հարցերը կքննարկվեն Սահմանադրական դատարանում։ Այս հայտարարությունների ընթացքում Վլադիմիր Վարդանյանն էր Սահմանադրական դատարան մտնում եւ նա ըստ էության հրաժարվեց մեկնաբանություններից։ Միաժամանակ ընդդիմությունն արդեն քննարկում է ուժերը միավորելու ու փողոցային պայքարի սցենարը։ Երեկ այդ մասին ազդարարեց Սամվել Կարապետյանը, որ նոր խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է ձևավորել։ Ընդ որում գործարարը, որ մինչև հունիսի 7-ը վստահ էր, որ վարչապետ է դառնալու, հիմա մեկ հանրահավաքով արդյունքի հասնելու մասին է խոսում։ Ես հայտարարում եմ Խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերը դեռ որոշում չունեն ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանի համախմբման առաջարկի շուրջ։ Ոմանք կոնկրետ առաջարկների են սպասում, ոմանք էլ նախապայման են դնում միլիարդատեր գործարարի առաջ։ Տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը նախորդին ընդդիմադիր ուժերին կոչ էր արել համախմբվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով։ Մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելուց բացի Կարապետյանը խոսել մեջբերում եմ ճիշտ պահին փողոցային պայքարը գեներացնելու եւ մեծ հանրահավաք կազմակերպելու մասին, որը պետք է ունենա արդյունք։ Այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Ընդդիմադիր ուժերից առայժմ միայն Ռոբերտ Քոչյանի Հայաստան դաշինքն է կիսում Կարապետյանի այս առաջարկը։ Դաշինքի անդամ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասել էր, թե ընդդիմության օրակարգում է մեջբերում եմ կեղծված ընտրություններն ու անվտանգային հարցերը։ Գաղափարը, որը առաջարկվել է, մենք ամբողջությամբ ոչ միայն կիսում ենք, այլ այդ առաջարկով դրանից առաջ եւ բազմաթիվ անգամ հանդես եկել ենք։ Հետևաբար ողջունելի է այս նախաձեռնությունը։ Ընտրություններում ընդդիմադիրների շարքում երրորդ ամենաշատ ձայները հավաքած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը առայժմ չի շտապում արձագանքել Սամվել Կարապետյանին։ Շուրջ 60,000 ձայն ստացած ԲՀԿ-ն դեռ դիրքորոշում չունի։ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն այսօր տեղեկացրեց, թե Կարապետյանի առաջարկին ծանոթացել են լրատվամիջոցներից եւ դեռ չեն հասցրել քննարկել այդ հարցը։ Կոնկրետ բան Կարապետյանի առաջարկած օրակարգի շուրջ համախմբվելու հարցի հետ կապված այս պահին դեռևս պաշտոնական դիրքորոշում չեմ կարող փոխանցել, որովհետև զբաղված էինք Սահմանադրական դատարանի հետ կապված այս հարցերով, բայց հարգանքով ենք վերաբերում պարոն Կարապետյանի առաջարկ։ 240 ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից 3 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու արդյունքում եւ այդ որոշումն ու ընտրությունների արդյունքներն այժմ վիճարկում է Սահմանադրական դատարանում։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսից Ազատությանը փոխանցեցին, որ Սամվել Կարապետյանի առաջարկի շուրջ դեռ որոշում չունեն։ ՀԱԿ-ն այն ուժերից էր, որն ամիսներ առաջ բանակցում էր Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի հետ հունիսի 7-ի ընտրություններին դաշինքով մասնակցելու համար։ Պատրաստ ենք սկսել նաև կոնսոլիդացիայի գործընթաց ուժեղ Հայաստան կուսակցության եւ այլ ուժերի հետ միասին։ Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն անգամ գովեստի խոսքեր էր շռայլել Կարապետյանի հասցեին, ասելով, թե մեջբերում եմ պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է։ Տեր-Պետրոսյանը համարում է եւ երևի ճիշտ է համարում, որ համախմբման գործը ավելի լավ կարող է անել հենց
Սամվել Կարապետյանը։ Բանակցությունները սակայն այդպես էլ արդյունք չտվեցին։ Առաջին նախագահի ղեկավարած ուժը առանձին մասնակցեց ընտրություններին եւ ստանալով շուրջ 3000 ձայն դուրս մնաց խորհրդարանից։ Իդեպ Տեր-Պետրոսյանը, որ դեռևս գնահատական չի հնչեցրել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, դեռևս մայիսին ասել էր, որ մեջբերում է շատ ավելի մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել երկրի համար։ Ուժեղ Հայաստանի առաջնորդի առաջարկին չի շտապում արձագանքել նաև Լուսավոր Հայաստանը։ Կուսակցության ղեկավար Էդմոն Մանուկյանը եւս փոխանցեց, որ քննարկում դեռ չեն ունեցել։ Ընդդիմադիր դաշտում պետք է ձևավորվեն խոշոր բևեռներ։ Խոշոր բևեռներ։ Իդեպ Մարուկյանը այն ուժերից էր, որ տարեսկզբին կոչ էր անում ընդդիմությանը միասնական բևեռով մասնակցել ընտրություններին։ Ի վերջո այս ուժը եւս միայնակ մասնակցեց եւ ստանալով շուրջ 7000 ձայն դուրս մնաց խորհրդարանից։ Նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի առաջնորդած միասնության թևերը թեև ողջունում է Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով Սամվել Կարապետյանի համախմբման առաջարկը, սակայն դեռ չի շտապում ասել կմիանան ընդդիմադիր պլատֆորմին թե ոչ։ Կուսակցության падգամավորի տեխնացու Լիբարի Դրմեյանը ազատության հարցին ի պատասխան ասաց, թե կոնկրետ առաջարկի են սպասում։ Եթե կլինի արդեն հստակ առաջարկ, կոնկրետ քայլեր, ինձ թվում է կլինեն քննարկումներ տարբեր քաղաքական ուժերի հետ, այս պահին մենք չունենք։ Այս պահին մենք չունենք նման առաջարկ, կլինի, կքննարկենք, կհասկանանք։ Եվ այսպես մեր այսօրվա Սամվել Կարապետյանի համախմբման առաջարկին ԱՄՆ բանտից արձագանքել է դոգմականով հայտնի Վարդան Ղուկասյանը։ Հունիսի 7-ի ընտրություններում մոտ 26000 ձայն ստացած դոկի առաջնորդը Սամվել Կարապետյանի առջև նախապայմաններ է դնում։ Միանալու մասին խոսքը կարող է գնալ այն ժամանակ, երբ որ դուք կլեք հայտարարեք, որ դուք չեք գնում ազգային ժողով, չեք վերցնելու մանդատները, դուք պետք է հրաժարվեք մանդատներից, դուք պետք է հայտարարեք, որ գնում եք նոր ընտրությունների։ Տևական ժամանակ ուղիղ եթերներից զրկված ու հայաստանյան քաղաքական անցուդարձին մեկուսարանից հեռախոսային ձայնագրություններով անդրադարձող դոկ կուսակցության ղեկավարը ԱՄՆ միգրացիոն վարչության կողմից ձերբակալվել էր դեռ անցած տարվա փետրվարին։ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը դաշինք կազմեց հանրությանն անհայտ երկու ուժի հետ, փաստացի մերժելով համագործակցությունը քաղաքական դաշտի հնաբնակների հետ։ Ողջ քարոզարշավի ընթացքում իր հաղթանակի մասին պնդող Սամվել Կարապետյանի ուժը խորհրդարանում ստացավ 29 մանդատ։ Դատելով Կարապետյանի նախորդին արած հայտարարությունից, միլիարդատեր գործարարն այժմ փորձում է ուղղել իր ձևակերպմամբ այն սխալը, որը թույլ տվեցին ընտրություններից առաջ։ Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել, դրա համար հիմա շատ կարևոր է մեր երկրի եւ ժողովրդի համար այս համախմբումը։ Սամվել Կարապետյանի կողմից ընդդիմադիր դաշտը համախմբելու եւ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մտադրությանն այսօր արձագանքել է իշխող ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նրա գնահատմամբ միլիարդատեր գործարարը ժողովրդին փողոց դուրս բերելու ներուժ չունի։ Ու այդքանից հետո էլ մտածում եմ, որ ինչ-որ մարդ պետքա դուրս գա, ուրեմն կանգնի իր կողքը, ինչի կողքը պետքա կանգնի մարդը, ես ուզում հասկանամ։ Իշխող ուժը առհասարակ մեղադրում է ընդդիմությանը ընտրակաշառքով խորհրդարան անցնելու համար։ Նախընտրական ամենաթեժ թեմաներից մեկը դարձած ադրբեջանցիների հնարավոր վերադարձը նորից քննարկել են Ադրբեջանում պետական պաշտոնյաների մասնակցությամբ։ Թեև հայկական կողմը դա կապում է արցախցիների վերադարձի հետ ու փակում այդ էջը, Բաքվում այդուհանդերձ պարբերաբար հիշում են այս մասին։ Ուր են 300,000 ադրբեջանցիները։ Մինչ իշխանական падգամավոր Արթուր Հովհաննիսյանը այսօր խորհրդարանում այս հարցներ հնչեցնում, Նախիջևանի Օրդուբադ քաղաքում այդ նույն րոպեներին ընթանում էր այսպես կոչված վերադարձ արևմտյան Ադրբեջան 3-րդ փառատոն համաժողովը, որին մասնակցում էին նաև գիտնականներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Բաքուն արևմտյան Ադրբեջան է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ Համաժողովի ժամանակ ադրբեջանցիները ոչ միայն Հայաստան իրենց վերադարձի ցանկությունից խոսեցին, այլ նաև հստակ պահանջներ, ուղիղ սպառնալիքներ հնչեցրին Երևանի հասցեին։ Ադրբեջանի պետական լրատվամիջոցները Երևանից պատառիկներ են ներկայացնում միջոցառումից։ Ղարաբաղից հետո հաջորդ նպատակը Զանգեզուրն է։
Çünkü Zengezur yolu buradan başlayacak. Mən Göyçəli gəliniyəm. Հուսով եմ, շուտով կհանդիպենք նաև Գյոքչայում, Աստծո կամոք։ Yəqin ki, tezliklə Göyçədə də görüşəcəyik sizlərlə. Ադրբեջանցի լրագրողները այս մարդկանց ներկայացնում են որպես միջոցառման մասնակիցներ, որոնք հուշեր ունեն անցյալից։ Արևմտյան Ադրբեջանի համայնք կազմակերպության նախագահ եւ Ադրբեջանի Միլի Մեջլիսի падգամավոր Ազիզ Էլեգբերլին ավելի հեռուն գնաց։ Լավ կլինի, եթե Հայաստանի ղեկավարությունը, քանի դեռ ուշ չէ, ընդունի այս իրողությունը եւ համաձայնություն տա ապահովի, որպեսզի այդ մարդիկ խաղաղ ճանապարհով վերադառնան իրենց հայրենի բնակավայրեր։ Հակառակ դեպքում, բնականաբար ցանկացած այլ եղանակով այդ մարդկանց վերադարձը իրենց նախնիների հայրենիք անխուսափելի է։ Օրդուբատում էր նաև ազգային ժողովի փոխնախագահ Զիաֆետ Ասքերովը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում երեկ էլ իր ելույթում նա հայտարարել էր մեջբերեմ նոր իրողությունների պայմաններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արևմտյան Ադրբեջանի հարցը սահմանել է որպես ազգային օրակարգի կարևոր ուղղություններից մեկը։ Խոսքը պարզապես մեր հողեր վերադառնալու, այնտեղ ապրելու, նախնիների հայրենի բնակավայրը վերադառնալու եւ մեր կյանքը շարունակելու մասին է։ Իդեպ բարձրաստիճան պաշտոնյան այս հարթակն էլ բաց չթողեց եւս մեկ անգամ հիշեցնելու հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելու Բաքվի պահանջը փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Պուտին-Azərbaycan və Ermənistan arasında Ադրբեջանի եւ Հայաստանի միջև նոր հարաբերությունների ձևավորման հնարավորություններ են ստեղծվում, սակայն դեռ կան իրավական հարցեր, այդ թվում Հայաստանի սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացումը։ Եթե այդ գործընթացները տեղի ունենան, կբացվեն նոր հնարավորություններ քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական համագործակցության համար։ Նպատակն է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության ապահովումը։ Ադրբեջանը շարունակելու է իր քաղաքականությունը առաջնորդվելով ազգային շահերով։ Զիաֆետ Ասքերովի խոսքերը մեջբերելիս ադրբեջանցի լրագրողը նաև ընդգծում էր, վերադարձի հայեցակարգը ներառում է 100,000-ավոր մարդկանց անվտանգ եւ իրավական վերադարձը։ Այո, մենք փակել ենք 500,000 հայ-ադրբեջան վերադառնալու թեման եւ դրանով իսկ փակել ենք ադրբեջանցիների վերադառնալու թեման։ Չնայած Բաքվից արդեն տևական ժամանակ հնչող պահանջին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար պնդում է. խաղաղության հաստատմամբ փակում են եւ Ղարաբաղյան շարժումը եւ արևմտյան Ադրբեջան կոչվող հարցը։ Քարոզարշավի ամբողջ ընթացքում հնարավոր բոլոր առիթներով այս մասին բարձրաձայնող Փաշինյանը մեղադրում է ընդդիմությանը, մասնավորապես ուժեղ Հայաստանին 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակվելու թեման բորբոքելու համար։ Միլի Մեջլիսում ներկայացրել են ազգային ժողովում, համակարգում է, ֆինանսավորում է անձամբ նախագահի աշխատակազմի ղեկավարը Ադրբեջանի։ Ու մինչ այս թեման Փաշինյանին հաճախ դրդում է էմոցիոնալ ելույթների, Բաքվից շարունակում են ամենաբարձր մակարդակով թեժացնել այն։ Ադրբեջանական Օրդուբադում 3 երկրի կրթության եւ գիտության նախարար Էմին Ամրուլաևը հստակ ուղերձ է ուղղել գիտական եւ կրթական հաստատություններին։ Naxçıvan Dövlət Universitetinin rolunu xüsusi Արևմտյան Ադրբեջան թեման դարձել է կրթության եւ գիտության հիմնական ուղղություններից մեկը։ Նախարարության կողմից պատրաստվող կրթական ռեսուրսները եւ ուսումնական նյութերը բաց են հասարակական քննարկման համար։ 300,000 ադրբեջանցիների թեման մեջ տեղ բերել նշանակում է Հայաստանի պետական շահի դեմ գործել։ Այս մասին մեկ անգամ չէ, տարբեր հարթակներից եւ տարբեր հնչերանգներով հայտարարել Նիկոլ Փաշինյանը։ Բաքվից ըստ էության այսօր ազգային ժողովի փոխոսնակ Ասքերովի մակարդակով են արձագանքել։ Ինչպես նշել է պարոն նախագահը, մենք ցանկանում ենք այնտեղ գնալ միայն խաղաղության դրոշը ձեռքին։ Խաղաղության մասին խոսելիս պաշտոնական Բաքուն շարունակում է պայմաններ առաջ քաշել։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը մոտ 1 ամիս առաջ էր ազատությանը հայտնել, որ Նախիջևանում վերադարձ արևմտյան Ադրբեջան փառատոն կոնգրեսի անցկացումը չի տեղավորվում խաղաղության գործընթացի մեջ։ Կարծում եմ, որ դա այո, տենց չի նպաստում առնվազն խաղաղությանը։ Արտգործնախարարությունից այսօր կարճ արձագանքեցին Օրդուբատում անցկացվող եւ հայկական կողմի գնահատմամբ խաղաղությանը չնպաստող թեմայով միջոցառմանը։ Խնդրի վերաբերյալ արտգործնախարարության դիրքորոշումը հնչեցվել է տարբեր առիթներով, այդ թվում նախարարի մակարդակով, փոխանցեց արտգործնախարարության խոսնակը։ Լրատվական կենտրոնն է եթերում, լուրերն անընդհատ թարմացվում են Ազատության էջերում, սոցցանցերում, մեր տելեգրամյան ալիքում։ Այժմ էլ հաղորդման երկրորդ հատվածի թեմաները։
Արդյունք չեն տալիս խողովակի վրայից փամբակ կետն ընկած 13-ամյա երեխայի որոնումները, քրոջ մարմինը հայտնաբերվել է։ Իսրայելի եւ Լիբանանի միջև եւս հրադադար հաստատվեց, սակայն մինչեւ այդ արդեն չեղարկվել էին Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները։ Եվրոպական հանձնաժողովն այսօր Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Սա եվրոպական աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է։ Կրկին ձերբակալվել է նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, այս անգամ ատելության խոսք տարածելու մեղադրանքով։ Ընդդիմադիր գործիչն ընդամենը 1 տարի առաջ անցնում էր իշխանության զավթման կոչի հոդվածով։ Նրա որդին էլ ընդգրկված է Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակում։ 1 տարում երկրորդ անգամ է ձերբակալվում նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։ Ելույթներ եմ ունեցել, ասել եմ, որ պետք է հեռացնել այս իշխանություններին ամեն գնով։ Դրանք հիմա մեկտեղել են 24 թիվը տենց բոլորը մեկտեղել են, ասում որ ուզում եք իշխանություն առաջարկում եք ամեն գնով հեռացնել։ Հակոբյանն այսօր տնից քննչական բաժին եկավ ոստիկանների ուղեկցությամբ։ Ոստիկանները շտապեցնում էին, բայց հասցրեց ազատությանն ասել, որ այս նոր գործը վերաբերում է 2024 թվականին իր հնչեցրած արտահայտություններին, քննադատություններին։ Չէ։ Ոստիկանության աշխատակիցները թույլ չտվեցին այլ մանրամասներ ճշտել, ներս տարան նրան։ Այս առավոտ մեր տուն եկել էին քրեական վարչությունից ու հորս տարան Երևանի քրեական վարչություն։ Դե ինչ։ Քննչական կոմիտեն ժամեր անց հայտարարեց, որ նախկին պատգամավորին մեղադրում են համացանցում ատելություն, անհանդուրժողականություն, թշնաման քրահրելուն ուղղված հրապարակային խոսքի տարածման համար, բայց այս անգամ կալանքի միջնորդություն չեն ներկայացրել։ Դիմել են դատարան, որ 70-ամյա Հակոբյանի նկատմամբ կիրառվի վարչական հսկողություն։ Թե ինչ է ասել նախկին պատգամավորը, որ իրավապահները հանցագործություն են որակել եւ արդյոք իսկապես 2 տարվա վաղեմության հայտարարություններ են դրանք, քննչականը դեռ չի բացահայտում։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը անհիմն է որակում մեղադրանքը։ Հրապարակային կոչի հոդվածն է 329, որը լայնորեն կիրառվում է գործող իշխանությունների ընդդիմախոսների նկատմամբ։ Վերջին պահին հոր ձերբակալության վայր էր հասել Սամվել Հակոբյանը, ով ի դեպ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու է։ Անում են այն ինչը որ չի զարմացնում, որտեղ բոլորս մտածում ենք, եթե Նիկոլ Փաշինյանի մոտ ստացվի վերարտադրվել, ապա ինքը գնալու է ընդդիմադիրների հետևից եւ տեսնում ենք, որ པարզ ոտնձգություն է թե խոսքի ազատության դեմ, թե բազմակարծության դեմ, որովհետեւ չի կարող 70 տարեկան 4-5 գումարման պատգամավոր 10 տարվա դիվանագետը քաղաքական իր հարցազրույցով դառնալ հանցագործ։ Սա ռեպրեսիա է։ Վարչապետ Փաշինյանը եւ նախընտրական եւ հետընտրական շրջանում խոստացել է բանտ նետել ընդդիմախոսներին, բայց նա իր խոսքում հիմնականում հիշատակում է առանցքային ընդդիմադիր ուժերի առաջնորդների Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի անունները։ Իսկ Ռուբիկ Հակոբյանի նախորդ ձերբակալությունը եւս խոսքի համար էր։ Այն ժամանակ իրավապահները նախկին պատգամավորին մեղադրել էին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Դա կոչվի հեղաշրջում, կոչվի ապստամություն, կոչվի, չգիտեմ ինչ կոչվի։ Պետք է ինքը խախտել է սահմանադրությունը, ինքը գլխատել է պետություն։ Լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում այզև իշխանությանը քննադատող այլ խոսքերի համար Հակոբյանն առաջին ատյանի դատարանի կողմից արդեն մեղավոր է ճանաչվել։ Դատարանը սակայն դատախազության պահանջած 3 տարվա ազատազրկման փոխարեն նրան տուգանել է մոտ 3 միլիոն դրամով։ Որդին ասաց, այս որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ կողմերը բողոքարկել են այն։ Այդ գործը դեռ քննվում է, հիմա վերաքննիչում համ մենք, համ դատախազը բողոքարկել ենք վճիռը։ Հա, դուք բողոքարկում եք ինչ է կոնկրետ։ Դե մենք բողոքարկում ենք, որ իմ հայրը հանցագործ չէ, մեղավոր չէ, իսկ դատախազը տուգանքով չի բավարարվում, ուզում եմ որ կամ տուգանքը բարձրացնեն կամ դատեն։ Հակոբյանից բացի լրատվամիջոցների հետ հարցազրույցներից հետո մեղադրյալի աթոռին են հայտնվել միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը եւ իշխանությանը քննադատող մոտ 1 տասնյակ այլ քաղաքացիներ։ Հայաստանյան իրավապաշտպանները նկատում են, որ իրավապահները նույն եռանդով չեն գործում պաշտոնյաների դեպքում, նրանց կամ նրանց աջակիցների հնչեցրած արտահայտությունների դեպքում, եթե վարույթներ էլ հարուցվում են, մեղադրյալներ ներգրավելու որոշումներ չկան, ինչպես օրինակ տարեվերջին կաթողիկոսին քարով սատկացնելու կոչ արած Գառնեցի տղամարդու գործով։ Այս դեպքում, ինչպես փոխանցեցին քննչական կոմիտեից, քննիչը Գառնեցի տղամարդուն մեղադրյալ ներգրավելու միջնորդություն է ներկայացրել, բայց դատախազությունը մերժել է այն։ Լոռիում մի քանի օր է որոնում են խողովակի վրայից գետն ընկած 13-ամյա աղջկան, նրա 7 տարեկան քրոջ մարմինն արդեն հայտնաբերվել է։ Երեկ էլ վերջապես ապամոնտաժվեց մահաբեր խողովակը, որ դրանից առաջ էլ ողբերգությունների պատճառ էր դարձել, սակայն միայն այս աղմուկից հետո հարցը լուծվեց։
Անընդհատ տեղերը նայում ենք, ինչքան դժվար անցանելի տեղեր կա, բոլորը ստուգում ենք, անընդհատ նույն տեղերով անընդհատ անցնում ենք։ Մինչև 15 կիլոմետր արդեն իջել ենք այստեղից։ Հա, ստուգեք։ Ախոր է։ Ոչինչ։ Հա։ Ձգեք։ Այդտեղ։ Դեպքի վայրից մոտավորապես 20 կիլոմետր ներքև դեռ մի քանի կետեր կար, որ երեկվանից նշել էինք, որ կասկածել են, հնարավոր է ասենք ուժածիներ տեղերում հանդիպենք։ Այսօր առավոտից տեղ աշխատեցինք, երկերը ոսկի տակ, նավակով փորձեցին մետր, սանտիմետր, որ հավանական մեր մտածածը, որ հասկանանք, որ այդտեղ մենք էլ կորած չունենք, որոնական աշխատանքները եթեով մաքրեն։ Բայց էլի կշարունակեք այդ տարածքներում արդեն։ Իհարկե, այս բան շարունակում անեն, չի որ մենակ այս հատվածը։ Մինչև Տաուշի մարզ որոնողական աշխատանքները շարունակվում։ Ու ի՞նչն է պատճառը հիմնականում, այսինքն ի՞նչն է, որ չի գտնվում, դա դժվար հասանելի տեղեր են, թե ինչ։ Գետի ելքերի խնդիրն է, որ շատ արագ է, մեծ մասշտաբ է գետի ելքը։ Ու կա ծառերի խոռոշներ, որ շատ դժվար է։ Միջազգային լրահոսից Թեհրան-Վաշինգտոն պայմանավորվածությունից հետո այսօր ի վերջո հրադադար են հաստատել նաև Իսրայելը եւ Լիբանանում տեղակայված Հեզբոլլան։ Մինչ այդ սակայն արդեն չեղարկվել էին բանակցությունները, որ երկամսյա հրադադարի ընթացքում պետք է վերջնական խաղաղության հանգեցնեին։ Շվեյցարիայում Միացյալ Նահանգների եւ Իրանի բանակցությունների հետաձգումից ժամեր անց Իսրայելը եւ Հեզբոլլան համաձայնել են այսօրվանից հրադադար հաստատել, որը պետք է սկսվեր տեղական ժամանակով ժամը 16:00-ին։ Reuters-ին հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։ Ըստ դիվանագիտական աղբյուրների ԱՄՆ-ի եւ Կատարի բանակցողները համաձայնագիրը մշակել են Իրանի օգնությամբ։ Մինչ այդ արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի դեմ Լիբանանում Իսրայելի բանակի գործողությունների հետևանքով զոհվել էր առնվազն 18 մարդ, վիրավորվել ավելի քան 30-ը։ Հեզբոլլայի պատասխան հարվածներից Իսրայելի 4 զինվոր էր սպանվել։ Իսրայելի ազգային անվտանգության նախարարը սպառնացել էր ամբողջ Լիբանանը հրի մատնել, վարչապետ Նեթանյահուն էլ զգուշացրել էր, Իսրայելը չի հանդուրժի իր զինվորների կամ տարածքի վրա հարձակումներ։ Հեզբոլլան շատ ծանր գին կվճարի դրա համար, սպառնացել էր նա։ Հեզբոլլան էլ խոստացել էր պաշտպանել Լիբանանի տարածքն ու ժողովրդին Իսրայելի արձակումներից, Թել Ավիվին մեղադրելով հրադադարը խախտելու մեջ։ Ու մինչ Լիբանանում հայտարարվում է հրադադարի մասին, անորոշություն կա ԱՄՆ-Իրան բանակցությունների շուրջ։ Սպիտակ տնից պարզաբանել էին, թե Շվեյցարիա-ամերիկյան պատվիրակության այցը հետաձգվել է լոգիստիկ խնդիրների պատճառով։ Մինչդեռ ըստ իրանական լրատվամիջոցների Թեհրանն էր ի սկզբանե հետաձգել իր այցը Լիբանանում Իսրայելի հարձակումների պատճառով։ Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, որ Լիբանանում պատերազմի դադարեցումն ԱՄՆ-ի եւ Իրանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի անբաժանելի մասն է։ Էսմայիլ Բաղային զգուշացրել էր, Իրանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր շահերը, անվտանգությունը եւ դաշնակիցներին պաշտպանելու համար։ Բաղային նաեւ դատապարտել էր հուշագրի ստորագրումից հետո Լիբանանի վրա Իսրայելի հարձակումները եւ զգուշացրել, դրանք հետևանքներ կունենան տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության համար, ինչի ուղիղ պատասխանատուն Միացյալ Նահանգները կլինի։ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլան Reuters-ին ասել է, որ Իրանն իր բանակցային խմբին տեղեկացրել է, ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն կարող շարունակվել առանց համապարփակ զինադադարի։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Իրանն է հուսահատությունից դրդված բանակցությունների նստել, ոչ թե Միացյալ Նահանգները։ Պատերազմը թույլատրել է Իրանը, նրանք ոչ մի տարբերակ չունեն։ Մենք կօգտագործենք այդ 60-օրյա ժամկետը։ Նրանք ոչ մի կոպեկ չեն ստանա, ոչ մի ցենտ։
Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մինչ այդ հայտարարել էր Վաշինգտոնի հետ բանակցությունները կընթանան միայն Թեհրանի սահմանած կարմիր գծերի շրջանակում։ Իրնագործակալությանը նա ասել էր, որ Իրանը հաստատակամ է ապահովելու իրանական ժողովրդի շահերը։ Եթե թշնամին փորձի անցնել թույլատրելի սահմանները, մենք արդեն ապացուցել ենք, որ մատը ձգանի վրա ենք պահում եւ որևէ երկմտանք չունենք թշնամուն ջախջախիչ պատասխան հասցնելու հարցում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւս զգուշացրել էր Իրանի իրավունքների ցանկացած խախտում կհանգեցնի ռազմական ավելի ուժեղ պատասխանի։ ԱՄՆ փոխնախագահն իր հերթին դիտողություն էր արել հուշագիրը քննադատող իսրայելցիներին, հիշեցնելով, որ Իսրայելը պաշտպանելու նպատակով կիրառված զենքի մեծ մասն ամերիկյան է, որոնց համար ամերիկացի արկածներն են վճարել։ J.D. Vance-ը նաև ասել էր, որ համաձայնագրի նպատակներից մեկը Լիբանանին հնարավորություն տալն է, որ ինքը վերահսկի երկրի հարավը, այլ ոչ թե Հեզբոլլան։ Եվ ի վերջո մենք ուզում ենք, որ Լիբանանի կառավարությունը կարողանա վերահսկել հարավային Լիբանանը, որպեսզի Հեզբոլլան չգրավի երկիրը, որպեսզի իսրայելցիները սպառնալիքի տակ չլինեն եւ չհարձակվեն ոչ հարավային Լիբանանի, ոչ էլ Բեյրութի վրա։ Չնայած բանակցությունների հետաձգմանը, որոնց պետք է մասնակցեր նաև J.D. Vance-ը, դրական տեղաշարժ կա Հորմուզի շուրջ։ Նեղուցով երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է։ Իրանը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում նեղուցով երթևեկության ապահովման ծախսերն ինքը կհոգա, սակայն նեղուցն անցնել ցանկացող նավերը պետք է նախապես դիմում ներկայացնեն։ Իրանի Պարսից ծոցի նեղուցի վարչությունը, որ զբաղվում է նեղուցի համակարգմամբ, հայտարարել է, որ նեղուցով անցնելու համար դիմումները նավերը պետք է ներկայացնեն ժամանումից առնվազն 48 ժամ առաջ։ Ոչ պաշտոնական խողովակներով ուղարկված դիմումները չեն դիտարկվի։ Այս լուրերի ֆոնին նավթի գինը շարունակում է նվազել, Brent տեսակի գինը հասել է $78։ Անօթաչուներով Մոսկվայի վրա լայնածավալ հարձակումից մեկ օր անց միայն Կրեմլը պաշտոնապես հաստատել է եղելությունը։ Պուտինի խոսնակը սակայն չի հստակեցրել, արդյոք նախագահն օրինակ տեսել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանում հրդեհի կադրերը։ Պեսկովը միայն զգուշացրել է, որ Ուկրաինայի ուղղությամբ գրոհները կշարունակվեն։ Ռուսաստանի մայրաքաղաքում 300-ավոր անօթաչուներ են պայթել։ Ի պատասխան Կիևի Պեչորյան մայրավանքին հասցված հարվածի նախագահ Զելենսկին ասել էր, որ Մոսկվան կայրվի։ Օրվա մյուս լուրերը Ազատության էջերում սոցցանցերում, իսկ եթերում այսքանը կհանդիպենք։